Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հիմա կներեք, այդ 3 դեպքերն էլ արձանագրվել են, որ միջազգային կազմակերպությունների հետ պետքա ճշտվեր, բայց չի ճշտվել, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ պետքա ճշտվեր, բայց չի ճշտվել, կառավարության հետ պետքա ճշտվեր ու չի։ 3-ն էլ կան պրակտիկայում են։ Եվ նախորդին հնչեցրած 6 հիմնավոր կետերից մեկը նաև արդեն այդ փաստը երաշխավորություններն է։ Ընդ որում ընթացիկ տարվա մարտ ամսվան 42.5 միլիոն դրամի նմանատիպ երաշխավորության պայմանագրի դարձյալ կնքվել էր այս տարվա, այսինքն չեն կարող ասել, որ դա նախկինում է տեղ ունեցել, եւ մեր հայթայթած, այսպես ասեմ, քանի որ այս փաստեր բոլորը մենք հայթայթել ենք, այդ թվում նաև սերբերներում ջրջված տեղեկատվության վերականգնման արդյունքում ենք ձեռք բերել այս ամբողջ տվյալները, որովհետև գաղտնի են պահում մեզանից եւ իմ նշանակումից առաջ այդ բոլոր փաստաթղթերը նաև արխիվից վերացվել էր, պարզապես աղալու միջոցով վերացվել են։ Այդ բոլոր փաստերը դարձյալ այս այժմ քննությունական դարձել բանկային համակարգում չեն կարող չլինեն, որովհետև իրանցից դուք ճիշտ եք, ցավալին այն է պարզապես, որ տարեկան աուդիտը, որը պայման է նաև ՀՑԿ կողմից, տարեկան աուդիտի փաստաթղթերով էլ այդ տվյալները չէին անցնում եւ իրենք իսկ հեծը նաև իրենց իսկ կողմից պատվիրված եւ իրականացող աուդիտի տվյալներում էլ չեն ներառել այդ փաստերը եւ հունիսի 1-ի դրությամբ պարտավորությունը ֆիքսված է հստակ, որ պետք է ներ տվյալները։ Անշուշտ ցանկացած ֆինանսական գործառնություն պիտի արտացոլվի աուդիտում։ Այսինքն տեղ չկա ասելու, որ հայեցողությունը կուզեին կարտացոլեին, չէին ուզի։ Բացարձակ չեն կարող նման բան պնդել եւ ավելին ասեմ այս տարվա հունիսի 1-ի դրությամբ, այսինքն վարույթը հարուցելուց ամսուկես առաջ այդ երաշխավորությունները 212 միլիոն դրամ էր կազմում։ Իմ նշանակումից օրեր անց, երբ այդ մասին արդեն իմ ուսումնասիրությունը վերահսկողության արդյունքում ձեռք բերված տվյալներ ստացա եւ խորամուխ եղանք փաստաթղթերի, այսպես ասած հայթայթմանը, իմ ունեցած հավաստի տվյալներով շուրջ 5 բանկերում ունեցած երաշխավորությունների զգալի մասը հրատապ կարգով մարվում են Տաշիր ընկերությունը խմբի սեփական տերի կողմից։ Այս պահի դրությամբ շուրջ 48 միլիոն դոլարի պարտավորություն է դեռևս արկա միայն մեկ բանկում։ Թեպետ մենք մյուս բանկերին եւս այդ տվյալ բանկին պաշտոնապես հուլիս ամսվա վերջերից օգոստոսի սկզբին արդեն պաշտոնապես գրագրություններով խնդրել ենք մեզ տրամադրել հետի հետ ունեցած ողջ ֆինանսանյութական փոխպարտավորությունների պատկերը սկզբնական շրջանում տարակուսանքով եմ ասում բանկերը խուսափում են այդ մասին մեզ հետ խոսելուց որովհետեւ իրենք էլ վստահաբար հասկանում են որ հետի կողմից լրջագույն առերևույթ խախտումներ է տեղ ունեցել եւ վերջն արդյունքում հասանք դրան որ բանկերն իրենք արդեն մեզ պաշտոնապես պատասխանեցին որ քանի որ այդ գործառնությունները իրավակարգավորումից դուրս են մենք դրանք համարում ենք օրենքից դուրս եւ դրանք առողջին չեն այս պահին բանկերն իրենք խոստովանեցին բացառությամբ մի բանկի որ այդ այս պահին բանակցությունը շարունակվում է այսինքն իրանք ընդունեցին որ դե խնդրեմ կա եւ ասցին մենք այդ համարում ենք առողջ ընդունեցին եւ այդ փաստաթղթերը իսկ իմ ասած երևույթը այդ ձևով է արտահայտվել թե նաեւ եղել են որ փողը ֆիզիկապես վերցվել է ու կանխիկ թե բնականաբար այդ չի եկանը որ վերցվել է վարկ եւ տրվել է մարդու կամ ընկերության չնայած ձեր ասած երևույթը ըստ էության այդ է որ եթե հաշվենք որ իրենց հիմնական միջոցները կամ դրամական միջոցները ուրիշին են տվել աշխատավարձ վճարելու համար վարկ են վերցրել ըստ էության ինչ տարբերություն վարկը վերցնեին այնտեղ տային թե այն մյուսը Բանվարշավից երկու կարևոր ուրեմն հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը սևեռել մեկը որ երաշխավորություններ ստացած տասնյակ ընկերությունների մի մասը ուղղակիորեն ծառայություններ եւ ապրանքներ մատակարարում հեծին այսինքն այդ տրված երաշխավորություններով հեծի հնարավորություններով կարողություններ են ձևավորվել տրվել ընկերություններում եւ այդ կարողությունները փոխկապակցված են այո եւ կամ ուղակի կամ անուղակի այո կոպիտ ասած իրանց ընկերություններն այստեղից էլ իրանց ընկերությունը այնտեղից այսինքն իրանք իրանց հետ առևտուր են արել այդ եւ այդ առևտրի առևտրի ծախսերը փակվել է հեծի հաշվին այո պարզապես իրանք պարտավոր էին քանի որ հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում լիցենզավորված ընկերությունը հեծը պարտավոր էին պարզ թափանցիկ բացի իրազեկումով թափանցիկ գնումների գործընթացներով իրականացնել ձեռքբերումները ոչ միայն դրանով չեն արել գնումների գործընթացը թափանցիկ չեն երաշխավորել այլ նաև իրենց եղածով իրենց կարողություններով հզորություններ են ձևավորել այլ ընկերություններում ովքեր հեծի իսկ տված երաշխավորություններով եւ արտոնյալ վարկերով արդեն իսկ արտոնյալ դիրքում են գտնվել մրցակից ընկերությունների նկատմամբ դրանով աղճատելով եւ մաքուր մրցակցության դաշտի ամբողջ պատկերը բայց նաև շատ ավելի այսպես ասած խոսուն մի դրվագ ընկերությունների մի զգալի մասը որևէ
կապ չունեն հեծի ու էներգետիկ շուկայի հետ։ Առհասարակ այլ ոլորտի ընկերություններ են, ովքեր որ լիցենզավորված էներգետիկական ռազմավարական ընկերության երաշխավորությամբ տասնյակ միլիոն դոլարի արտոնը վարկեն են ստացել եւ բիզնեսներ այլ ոլորտներում, ընդ որում դրանց մեջ կա նաեւ ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերություն, ամենացավալին դա է։ Հեցի կոպիտ ասած իհարկե համատությունս ուղիղ չի, կոպիտ ասած հետ վարկա վերցրել կամ երաշխավորություն տվել մի ընկերության, որ ասենք օրինակ կոշիկի առևտրով։ այո, կարող ենք այդպես ենթադրել եւ հատկանշական հենց այս խախտման այն է, որ դրանով հեծը իր ենթակառուցվածքները դրել է ուղղակիորեն ռիսկի տակ եւ տվյալ ընկերությունները իրենց պարտավորությունը բանկերի նկատմամբ չկատարելու կամ պատշաճ չկատարելու արդյունքում բանկերը կարող էին բռնագանձման վարույթներ հարուցել սահմանված օրենսդրական կարգերով հեծի նկատմամբ եւ օրինակ հեծի ենթակառուցվածքները կամ ենթականների մի մասը կամ ամբողջ էներգետիկ համակարգը հայտնվեր ինչ որ X ընկերության ձեռքում։ Կներեք, ասենք այդ բանկերը իրանց հերթինգային, միջազգայիններն իրենց հերթինգային են, մյուսները իրենց հերթինգային, մեկ էներգետիկ համակարգը ընդհանրապես կոլապսի առաջ կարար կամ։ Իրավացեք, այո։ Եվ մեր գործողությունների նպատակադրումը հենց Հայաստանի քրիտիկական ենթակառուցվածքը այս սպառնալիքից դուրս բերելն է։ Այո, կանխելու նմանատիպ հնարավոր զարգացումը Որովհետև որ դա տեղի ունենար, իհարկե, ինչ էին ասելու մարդիկ, ասել են, բա այդ կառավարությունը ուր էր նայում, բա կարգավորող մարմինը ուր էր նայում, բա օպերատիվ մարմիններն ու իրավապահ մարմինները ուր էին նայում։ ճիշտ եք ասում։ Եվ իմիջիալոց շատ կարևոր է, որ այս պատմությունը ես ուզում եմ հիշեցնեմ, որ սկսել է էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված մեր հատկապես մարզերի, հատկապես գյուղերի բնակիչների հետ մեր շփումներից, որովհետև ինձ համար շատ անսպասելի եւ տարօրինակ փաստ էր, որ մենք տարբեր գյուղերում ներդրումներ ենք անում, ասենք միլիարդներ ենք ծախսում ճանապարհ կառուցում կամ դպրոց կամ մանկապարտեզ, գնում ենք թվում է թե գյուղերում պետքա տոնակատարության տրամադրություն լինի, մարդիկ գալիս են ասում են այս հոսանքի հարցը ինչ է լինելու, այսինքն այնքան քրիտիկական է, որ նույնիսկ այդ մեծ իրադարձությունը մարդկանց օրակարգը դրականորեն չէ։ Օրակարգի առաջին հարցը իրանց համար էլեկտրաէներգիայի մատակարարումներ ընդհանուր առմամբ եւ մատակարարման որակը, որտեղ մարդիկ բողոքում են, որ գնում են կոպեկ են անում, մի բան առնում են, բերում են դնում, մի ամիս հետո վառվում է կամ փչանում է շարքից դուրս է գալիս, ամենից դեպս այդպիսի տասնյակ դեպքեր են տեղի ունեցել, որ անձամբ են ասել մարդիկ, հիմա ես փորձաքննություն չեմ արել, ճիշտ է, բայց այնուամենայնիվ 1, 2, 3, 4, 5 որ մարդկանց բողոքը կրկնվում է, շակմա ինչ որ մի բան կա դրա հիմքում։ Հիմա մենք էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված կարողանում ենք կամ կարողանալու ենք ինչ որ մի բան անենք, որ այդ լարվածությունը մարդկանց սպառողական լեգիտիմ պահանջը ինչ որ ձևով հասցեագրենք։ Անշուշտ, պարոն վարչապետ, տեսեք, վիճակագրությունը վկայակոչեմ, պաշտոնական վիճակագրությունը։ Օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին համեմատած անցյալ տարվա նույն ամիսների հետ, որովհետև այս ոլորտում ճիշտ է նախորդ տարվա նույն ամիսների համատականը, ոչ թե նախորդ ամիսների, ուրեմն հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27%-ով, դա գրեթե 1/3, 1/4 չափն է։ Իսկ քանակը, ինտենսիվությունը նվազել է 18%-ով։ Դա խոսում է նրա մասին, որ հերթապահ խմբերը, տեսուչները, մանցորները, բոլոր մասնագետները իրեն գիտեն, որ վերադասության կարգով մինչև առաջնային ուղիղ կոնտակտ ունի մեր քաղաքացու հետ, մենք հետևողականորեն յուրաքանչյուր անջատման փաստի հետևից գնում ենք։ Եվ դա ես քննարկման առարկայում դարձնում յուրաքանչյուր շաբաթ կամ երկշաբաթ մեկ ցանցերի պետերի մասնավոր տնօրենների հետ մեր աշխատանքային քննարկումներին եւ իրենք արդեն իսկ գիտեն, որ նաեւ լինելով քաղաքական անձ ինքս ուղիղ կապ եմ պահում ցանկացած քաղաքացու հետ։ Իմ պաշտոնական էջերին, հեծի պաշտոնական մեյլերին չկա մի գրություն, բողոք, նամակ, որ մենք չանդրադառնանք։ Ձեզ են գրում, ես ձեզ վերահասցնում եմ։ Միջալոց այս վերջերս մի քանի նամակ պատասխան քաղաքացիները ուղարկել էին արագ արձագանքի համար շնորհակալություն հայտնելով։ Ես էլ ձեզ եմ վերահասցրել, որ նաև արձագանք տեսնեք։ Նաև կոնկրետ մարդիկ են գնացել այդ գործը արել, ոչ ես եմ արել, ոչ դուք, եւ այդ մարդկանց է շնորհակալություն հայտնեք, որ արագ արձագանքում են, որովհետեւ հանձնարարական, բայց հանձնարարականը պետք է լինեն մարդիկ, ովքեր պատշաճ ժամանակում եւ պատշաճ որակով եւ պատշաճ ձևով ի կատարած են, այնպես որ այդ բոլոր մարդկանց շնորհակալ եմ
Եվ այս խնդիրը իհարկե պետքա լուծվի եւ իմ խնդրանքն է որ հատուկ ուշադրության կենտրոնում լինի, որովհետեւ ասում եմ պատմությունը սկսել է, այս ամբողջ պատմությունը սկսել է դրանից, որովհետեւ ինձ համար անհասկանալի էր, որովհետեւ ես ոչ մի պաշտոնական զեկույցում ես չէի ստացել, որ մենք երկրում տենց խնդիր ունեն, բայց մի բնակավայր, երկու բնակավայր, 3 բնակավայր, մարզեր, Երևանում արդեն սկսեցին որոշակի բաներ, եւ ես հասկացա, որ ես չեմ հիշում հրապարակային, բայց գրագրության մեջ անվանել եմ ճգնաժամ, էներգետիկ ճգնաժամ եմ անվանել։ Իրենց անով է կոչել, այդպես էլ կար։ Հա,